Բարեզես ապրիլ 20-ը Վարդան Վարդանյան Vivid Talks ինչա կատարվում Հորմուզը բացեցին հաջորդ օրը փակեցին ուրեմն Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց որ բացա բոլոր նավերի համար առևտուրը ազատ է ինչ ուզում եք արեք հետո մեկ էլ հանկարծ փակեց նորից Այդ ինքը չփակեց իհարկե IRG-ն, այսինքն այդ իսլամական բանը հեղափոխության գվարդիայի մարդիկ փակեցին եւ իրենց այդ IRC-ի ծովային ուժերը որ խոսում են բանի հետ միասին, նավերի հետ միասին, նույնիսկ այնքան կոպիտ եղան, որ մեկը դուրս եկավ, ասեց դուք ամեն ապուշի բառերի խոսքերին մի հավատացեք, մենք ենք ասում ձեզ բացաթե փակա մեր նեղուցը, տենց էլ ասում են, եւ միջև մենք թույլտվություն չտանք, ոչ ոք չի կարող անցնել ստեղով։ Անցավ մի քանի ժամ, ուրեմն երկու հատ հնդկական նավ ուզում էին անցնել, սկսեցին կրակել հնդկական նավերի վրա, այդ տանկերների վրա։ Նրանք այդ կորում են, որ ախր դուք նոր ասեցիք թույլտվություն տվել եք, որ մենք անցնենք, եթե չեք ուզում հիմա փոխել եք ձեր միտքը կամ ինչ, մենք պատրաստ ենք վերադառնալ։ Խոսքով շուռական հետ գնացին, մի քանի հատ արկեր խփել իրենց, այդքան մեծ վնաս չէր եւ այլն։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է այն ինչ որ արդեն պարզ էր ասել էր հենց ինքը արտգործներ նախարարը, որ լրիվ քաոս է այնտեղ տիրում, կան արդեն մի հատ կառավարություն չի, այլ ուժային կենտրոններ են, որոնք իրար հետ մրցում են թե ով է իրապես որոշումները կայացնելու, ով պիտի երկրում ունենա իշխանություն եւ այլ եւ այլ։ Այսինքն բոլորին պարզ է որ IRC-ին, քանի որ զինված ուժն է, նա ուժային է, այսպես ասած, իրենք են, բայց փաստը նաեւ է նա, որ հա դու IRC-ի կարող ես լինես, բայց երբ որ հարցը գալիս է բանակցելու ամերիկացիների հետ, դու ինչ սանելու ինչ-որ մի երկու հատ գեներալ ես ուղարկելու, որոնց հավանաբար Իսրայելը կսպանի ճանապարհին, թե որոնց արդեն որպես տերորիստական կազմակերպության գեներալների ոչ ոք չի խոսալու, որոնց հետ, այսինքն դրանց հետ։ IRC-ն նենց չի, որ նա, ասում են, ձերք սեղմվելու մարդիկ են, էլի, սեղմելու մարդիկ են, իրենք բոլորի համար պարզ է, որ հա դու կարող ես զինված ուժն ես այդտեղ, բայց դա դու չես կարող այս բանակցությունները տանես։ Եվ այդ վիճակն է ստեղծվել։ Նրանք, որ կարող են ինչ-որ խոսան բանակցություններ տանեն, իրանք չեն կարողանում հետ վերոշումներ ընդունել։ Երբ որ Իսլամաբադում հանդիպեցին, ուրեմն հիշում եք ասեցի, որ Իրանի կողմից 72 թե 74 մարդ էր գնացել, որտեղ ամեն մեկը մի բան է ներկայացնում, բայց իրենք այդ համաձայնությունների վերջում ինչի համար պայմանագիր չկարողացան որևէ ստորագրեն կամ ինչ-որ բանի հասնեն, որովհետև ասեցին պիտի վերադառնանք, որ ղեկավարության հետ քննարկենք, իրենք պետք է հաստատեն այս բոլորը, հետո վեր այդ ղեկավարությունը։ Եվ վերադարձան ու իսկույն IRC-ն ասեց, որ վերջ չենք, այդ ինչ-որ որոշել եք այդտեղ, այդ ինչ-որ Տրամպը ընդեղ ասում էր, թե այդ ոչ մեկը հաշիվ չի, մենք վերադառնում ենք մնում ենք մեր ուրեմն նախկին պայմանների վրա, այսինքն դուք մեզ պետք է վնասատություններ տաք, պետք է չգիտեմ ներողություն խնդրեք, պետք է դուրս գաք Պարսից ծոցի երկրներից, պետք է մի խոսքով ձեր բազաները, այդ հիմար է sense ինչ-որ բաները նորից շարունակեցին։ Մտվում է ինչ է սրանք գիժեն։ Գիտեք ինչ է, իրանք գիժ չեն։ Ես տենց գոնե ես հիմար պարսիկ չեմ հանդիպել, շատ խելոք մարդիկ են, բայց շատ հետաքրքիր է, որ հիմա մի հատ դրության մեջ են իրենց գցել, Իսրայելի օգնությամբ եւ ասում են Թրամփի օգնությամբ, որ նրանք, որոնք զենքերը ունեն եւ
ներկայացնում են ռեալ ուժ Պարսկաստանում չունեն ուրիշ տարբերակ բացի ռեժիմը պահելուց այսինքն նորից առանց ուզելու լրիվ գիտակցելով որ օրինակ Իրաքում բաց կուսակցության մարդկանց գործից հանելուց բանակը ցրելուց եւ բանից հետո այն ստացվեց որ այդ ամբողջ ուժը դարձավ հակա ոնց ասեմ խաղաղության ուժը որովհետև նա վիրավորված էին դուրս էին եկել եւ այդ ամեն գնով պետք էր ամերիկացիներին ճնշել դուրս հանել եւ վերականգնել ռեժիմը հանգարց պարզվեց որ բայց զինվորականության կողքին աշխատող terrorist իսլամիստները ոչ մի նպատակ չունեին վերադառնալու Սադամ Հուսեյնի նման ինչ-որ մի ռեժիմի կամ որևէ տեսակի հաստատուն կառավարություն ունենային դա իհարկե Իսրայելն էլ պետք չէր որ Իրաքը լիներ ինչ-որ նորմալ երկիր եւ հիմա բայց ամեն գնով Ամերիկան փորձում է որ նույն սխալը չգործի բայց դες ինչ է ստացվում որ IRCG-ն հասկանում է որ եթե փոխվի ստեղ ովքեր են գալու ինչ որ մի այսպես կոչված moderate հա ոչ ֆանատիկ ինչ որ մարդիկ որոնք չեն ձգտելու իսլամական հանրապետություն լինի դա թակավորություն սարքեն կամ ուրիշ որևէ բան որը աշխարհի գլխին փորձանք չի այսինքն ինչ որ մի քիչ շատ քիչ ինչ որ միջինարևելյան երկիր է այսպես ասած հա դա իրանց զրկում է ոչ թե միայն իշխանությունից ասենք թե դա իրանց զրկում է իրենց փողերից որոնց արդեն մեծ մասը ինչ որ արտասահմանում էին պահում բռնագրավված են կամ կբռնագրավվեն այն բոլոր տները որ նրանք առել էին Դուբայում եւ այլն իհարկե ով է իրանց թողնելու գազ դու այնտեղ քո տներում կամ մեքենաներով վայելես որ իրանք շատերը այդ անում էին այդ մոլաները եւ այլն IRCG-ին իրենք որ հարստացել են փողը որտեղ էին պահում կարծում եք Իրանում չէ դրսում հիմա ինչ է դուրս գալիս իրանց ինչ ընտրություն ա տրվել իրանց դեմ դատեր չեն լինելու եթե փոխվի ռեժիմը իրանց մենակ գործից հանելով կվերջանա ամեն ինչ եւ թույլ կտան որ իրանք իրենց գողացած փողը վայելեն հանգիստ այս որ երկրի մասին եք խոսում իրանց բան չի ասենք 10 տարի ու ոչինչ չլինի ասեն հա արի բյուջետին մի հատ նվեր արա մի $5 միլիոն քեզ քրեական գործը կփակենք այդ տարբերակա իրանց համար բնականաբար չէ եւ դա իրանք հասկանում են հետեւաբար ոնց էլ արեցին էլի գոնե ամերիկացիք էլի մարդկանց հետ են գործ ունենում որոնց մոտ շատ տարբերակներ չի մնում հիմա ով սարքեց այդ իրանք ոչ սարքի ամերիկան չսարքեց այո սարքեց նրանով որ ինչ չհամաձայնվեց որ դուք կարող եք ձեր ժողովրդին սպանեք փողոցներում եւ ձեզ ոչ մի ինչ էլ ուզում եք արեք միջուկային ծրագրը շարունակեք այսինքն իրանք չեն կարողանում հասկանան որ արևմուտքը Իսրայելը չունի ոչ մի ուրիշ տարբերակ արևմուտք ասելով ամերիկան եւ որ ուզեն չուզեն վերջում պիտի գան սրան բայց իրանք ուրիշ լուծում չեն առաջարկում հիմա ուրիշ լուծում առաջարկելը որն էր ինչ պիտի աներ Իրանը որ չի արել դե արդեն ասել են Իրանը պարզապես պիտի ասի որ մեզ հանգիստ թողեք մենք երկու բան չենք անում terrorism չենք անում ոչ միտեղ եւ միջուկային զենք չենք սարքում երկու բան ուրիշ բան պետք չէ անել թողեք մենք մեր նավթի փողերով ես իջնեմ Թերանը սարքենք միջին արևելքի ամենա լավ քաղաքը ամենալավը որն է այսին ամենա ասենց ասած շուկ քաղաքը մարդիկ երազ են
ինչի պիտի կարողանաս մի երկու բեդուին կարողանա այնտեղ սարքի իր համար հարուստ ինչ-որ երկիր, իսկ մենք պետք չկարանանք, այդ ոնց է լինում, որ Իրանը այդքան շնորհք չունի, դեպի իրանք այդքան բան չունեն, որ իրանք էլ կարողանան հասկանում Իրանը զարգացնեն եւ այլն։ Դեսպետ չէ, իհարկե կարող են եւ կրթությունը ունեն եւ ամեն ինչն էլ ունեն, բայց նորից կա փառախոսությունը ռեժիմի թույլ չի տալիս այդպես բան անել։ Իրանց տեսեք, այստեղ որ ասում են նես չի որ Սաուդի Արաբիայում կամ չգիտեմ Էմիրատներում կանայք չտեսնված ազատություններ ունեն, չէ իհարկե։ Չէ։ Բայց ոնց որ թե իրանց ոչ մեկ չի ունեն բակոծում։ Ոնց որ թե իրանց դեմ ոչ ոք կռիվ չի տանում։ Ինչի համար։ Ինչ չեն անում։ Ինչա մեկը կասկածում է, որ եթե վաղ Էմիրատները դուրս գան ասեն մենք ասենց ծրագիր ունենք եւ Իսրայելն էլ պիտի ոչնչացնենք եւ իրանք շատ երկար կդիմանան աշխարհում։ Իրանց նավթն էլ ոչ ման իրանց չի փրկի, պարզ է, չէ՞։ Եթե իրանք սկսեն ֆինանսավորել ինչ-որ տերորիստական խումբ Լիբանանում կամ չգիտեմ ստեղ այնտեղ կամ պայթացնեն ինչ-որ ամերիկյան ուրեմն ծովային հետևակի ինչ-որ մի բազա, որևէ տեղ, ոնց որ Իրանը արեց Լիբանանում Ռեգանի ժամանակ։ Եվ այլն, այսինքն ամբողջ խոսքը այն է, որ ասացին է, որ շատ պարզ երկու բան պիտի աներ Իրանը եւ ամեն ինչ կվերջանար, բայց այդ երկու բանը չի ուզում անի, չուզեց անի, հիմա էլ չի ուզում անի եւ երբ որ Իրան կառավարության մեջ ինչ որ մարդիկ գնում են բանակցելու եւ ասում են լավ համաձայնենք չենք այդ երկու բանը անելու հետ են գնում եւ այնը որ զենքեր ունի հանձինս այդ իրանց իսլամական հեղափոխության գվարդիայի ասում են որ ձեր ասածը ոչինչ չարժի մենք ավելի լավ ապահենք այս ռեժիմը թեկուզ սենց ռմբակոծվելով վերջում մենք ի վերջո կդիմանանք կապ չունի եթե երկիրը դարձել է ինչ-որ Աֆղանստան մենք բայց կմնանք իշխանության վրա մենք ուրիշ տեղ չունենք գնալու չնայած ղեկավարության երեխեքը ոնց որ ռուսական բոլորը գտնվում են կամ Ամերիկայում կամ Եվրոպայում շատ լավ էլ իրանք այնտեղ հանգիստ ապրում են ոչ մեկը ինչ որ հակնված է իսլամական ձևով ոնց որ տեսանք արդեն հենց իրանց այդ բանի եւ այլն եւ բայց երկրի ներսում է դա ձևը տենց պետք է լինի որ իրանք մնան այնտեղ որտեղ իրանք ուրիշ ոչ մի շնորհք չունեն որ պահեն երկիրը կամ մնան իշխանության վրա որ կրթությամբ իրանց խելքով ինչով պիտի այդ մասան այդ տիպը մնա Իրանում որպես ուժ մնացածի գլխին ոնց որ ասում են փոփոխ ճարտի ոնց անելու չի լինելու մի խոսքով իրանք այդ են անում եւ ուղղակի իրանք ինչպես միշտ ասել եմ դիկտատուրաներում նրանք չեն կարող հասկանալ որ միտեղ կարմիր գիծը որտեղ է եւ երբ ինչից հետո ինչ է լինելու եւ իրանց թվում է որ իրանք երկար ժամանակ իրանց կողմն է նորից կարծում են որ ժամանակը իրանց կողմն է թե իրանք դիմանան ի վերջո այսպես ասած հավաքական արևմուտքը վազ կանցնի իրանցից վայ ոնց են սխալվում ժամանակը երբեք իրանց կողմը չի նույն սխալը հիմա Հյուսեյն Կորյանը անում հա Չինաստանն արել ասեք թե եւ այլն Չինաստանը իհարկե տեղի տվեց 91 թվականին ինչ որ քանդվեց փոխվեց բայց դա ուրիշ հարց Սովետը սովորեց որ ժամանակ իրանց կողմ չէր իրանց ամբողջ կայսրությունը տվեց 70 տարի հիմա էլ իր քանդվում է քան ինչ կան տարի 30 տարի հետո նորից միանգամից են գնում նույն բանով ժամանակը գիրեք ում կողմն է ով որ հանգիստ ապրում է ով որ իր խնդիրները իր ամենամեծ խնդիրները իր բենզինի գինը 20 سنت ավելա թե պակասա թե իր ով անտրվելու
կառավարության մեջ նպաստները շատացնելու է ռազմական ուժերին ավելի շատ փող տալու ոչ թե իրանք մտածում են մենք վաղը գոյություն ունենալու ենք թե չենք ունենալու եւ այդ է տարբերությունը որ մարդիկ միշտ իրանց թվում է որ իրանք որտեվ իրանց երկրում շատ ուժեղ կոնտրոլ են հաստատել դրանից իրանց մոտ իրանց ժամանակը իրանց կյանքի երկարությունից են կողմ չի գնում երբեք այդ ռեժիմներում ընդհանրապես հա այդ մոմենտը մոտարապես խոսում ենք 1 2 3 սերունդ ասենք քար տրակի ասենք 4-5 սերունդ բայց ավելի ոչ ավելի դեռևս դա չի եղել դες ասենք լավ ամենայն դեպս լավ հիմա վերադառնանք մի վարքյան հետեւյալ կետին Իրանը ուրեմն չի կարողանում կազմի մի հատ կոնե միացյալ տեսակետ որպեսզի նստի բանակցությունների եւ ոնց որ ասեցի ամերիկացիների պայմաններից մեկը էր որ ում որ ուղարկում եք բանակցելու մի հատ մեկը թող գա որ ինքը որոշում ընդունողն է հիմա IRC-ին ասաց ոչ մեկ էլ չի գալու հիմա նորից ուզում եք հետ գնաք որտեվ իբրև թե նախկին բանակցությունները ինչ չվերջացեցին արդեն որոշման չհանգեցին թվում էր թե զախողվեց ես էլ ասում զախողվեց որտեղ որոշ վերջնական արդյունք չտվեց բայց իրականում Իրանի կողմը չէր ասում չէ ասում էր այդ ինչ որ արդեն համաձայնվել ենք մենք կարող ենք համաձայնենք բայց միջև մեր ղեկավարությունը կոնսենսուս չլինի Իրանում եւ մի հատ բան չլինի մենք չենք կարող հաստատ մի բան ստորագրել կամ համաձայնվել եւ հիմա փաստորեն այլ ասած ցախովեց որտեվ տուն գնացին եւ տանը իրենց ասացին որ այդ ինչ որ այնտեղ համաձայնվել է այդ հաշիվ չի ու մեկ էլ չգնաք բանակցելու էլ հետ չգնաք ու հիմա Իրանը ասում է այդ ինչ է ամերիկացիք ուզում եք նորիկ վերադառնաք Պակիստան բանակցելու բայց մենք մարդ չենք ուղարկում գոնե IRC-ին տենց ասում հա Անց որ դուք չգիտեմ ում եք խոսալու, բայց մեզ հետ չեք խոսում։ Արդեն մեր պայմանները գիտեք, ընդունեք կամ մի ընդունեք, այդքան բան։ Ինչ հետ մենք հորմուզը փակ ենք պահելու եւ ոչ մի չի գնալու այս կոմեկում։ Հիմա մի խոսքով ուրիշ խոսքով իրանց ոնց ասում են տեսակետը հենա որ դե մենք ձեր ռմբակոծություններից ոնց ասում են ինչ որ ձևի պաշտպանվեցինք կամ ողջ մնացինք, ով որ ողջ մնաց, հա Հիմա մենք շարունակենք, կսպասենք, որ դուք ավելի նեղվեք դուրս գաք, հենա, տես Թրամփը ոնց է ջղանացել Նաթանյահուի վրա վրել գոռաց։ Դե թող չէր գոռա, ինքը իր ռեյտինգները տեսնում ենք, որ իսկապես շատ վատ են, շատ վատ են Ամերիկայում։ Այսինքն Իրանի տրամաբանությունը շատ պարզ է եւ շատ վատը չի իրանց իմաստով։ Իրանք չեն հասկանում, որ Թրամփից հետո ով էլ գա շարունակելու է սա։ Այդ չեն հասկանում։ Չի լինելու, որ եթե ասենք Վենսը լինի հանգարց պրեզիդենտ, ինքը կարող է ասի, որ հա դե լավ, թողենք հանգիստ մենք դուրս եկանք, թող շարունակի Իրանը անել ինչ որ անում էր առաջ։ Այդ մի բանը իրանց գլուխ չի մտնում, այդ չեն կարող հասկանան։ Կարող է իրանց մեկը մի քանի ամիս կամ ինչ-որ մի ժամանակ թողնի, բայց հետո հետ են գալու, էլի, այսինքն այդ մի բանը մի քիչ դրանց համար դժվար է, բայց ասма խեղդվող մարդու համար ասենք փրփուրն էլ բռնվելու բան է, էլի, փրկարարողակա, սո հիմա տենց այդ է կնում այնտեղ։ Թրամփից խոսացի, մի երկու բառ իր իսկականից վատ վիճակի մասին, բենզինի գինը ինչ-որ մի 10 ցենտ իջել է, այդ երեկվա անցյալ շաբաթվա վրա ասենք, բայց էլի բարձր է, հենց չի որ շատ ուրախ է այնտեղ մարդիկ, մի չմոռանանք, որ երբ որ ամերիկաշիկ շատ սենսիտիվ են բենզինի գնի համար, ոչ թե միայն տնտեսության մասին եմ խոսում, այլ բարձ մարդիկ որտեվ առանց մեքենայի ոչ ման չես կարող անես, շատ քաղաքներում ասենք բնակչության շատ փոքր մասն է կարող առանց մեքենայի յոլա գնա եւ տարածություններն չենք խոսում որ ասենք թե օրը միլիտրի մասին, այսինքն այտենց չի էլի, այսինքն մարդիկ վարշատանքի են գնում, ինքը հակին փող է ծախսում այդ ճանապարհի վրա
բոլորը գումարվում այսպես ասած, էլ չեմ ասում, որ ընդհանուր գնաճի վրա է ազդում ուրեմն վառելանքի նավթի գինը։ Այս ասելով հանդերձ ինքը այդքան է ոնց ասում են հասկանում է ավելի վատ իր վարկանիշը չէր կարող լինել այս րոպեին եւ ամբողջ նստած ոնց ասում են սենց մի տեսակ վախով սպասում են ընտրություններին թե մա ինչա լինելու եւ ուրա գնալու է ամբողջը այդ վիճակն է այնտեղ սպիտակ տանը եւ ընդհանուր ադմինիստրացիայի մոտ այդքանը པարզ է այնտեղ մյուսներն էլ եւ իրանց հույսն է որ դեմոկրատների մոտ բավական ուժեղ լիդեր չգտնվի դա մեծ խնդրեմ է դեմոկրատները անդադ գործեցին այս վերջի այս Թրամփի այդ բոլոր պայքարները ամեն անգամ որովհետեւ իրանց մոտ ընտրում էին մի մարդու որպես իրենց տեխնացու պրեզիդենտական որը ճուներ բոլոր դեմոկրատների հավանությունը հանձինս օրինակի համար Հիլարի Քլինթոնի կամ հետո բանի Բայդենի վայս պրեզիդենտի եւ այլն այդ մի մարդ չկարողացան ընտրեն եւ մա ռեփաբլիկանների ամբողջ հույսը դա է որ նորից նրանք պետք է գնան մի հատ մեկին ընտրեն որը չի կարողանալու իսկական պայքար դնի բայց խնդիրը ինչ է որ այդ դեմոկրատների լիդեր ընտրելու խնդիրը դեռևս 3 տարի հետո է լինելու մենք հիմա խոսում ենք այս ամբրանը պրայմերիները լինեն եւ կոնգրեսում մեծամասնությունը պահելու որպեսզի հետո իրան իմպիչ չանեն եւ հետաքննություններ չսկսեն եւ այլ այս խնդիրը ավելի առաջնայինը եւ այս հարցում շատ այդքան բան չի դեմոկրատների համաամերիկյան լիդերի ընտրությունը, հա, ասենք, այդ գալու է, այդ էլ սպասեք։ Այդ հաջորդ սերիայի մեջ կտեսնենք ինչ է լինելու, բայց այս րոպեին սա է։ Լավ, Թրամփը ուզի մի բան պետք է անի սա վերջացնելու համար, բայց եւ դա է որ երկարացնում է պատերազմը։ Ես այն ինչ որ իրանք կրկնում են օրինակի համար այսօր էլի լսում էի, որ այն որ ասեց Թրամփը որ պարսկական ցիվիլիզացիան կոչնչացնեմ, միջև մա դա իհարկե հանցագործություն է եւ անդադ որ բերում են իրան որպես օրինակ sense բան ասել, իրան պաշտպանող կոնգրեսմեններ ասում են դե դա ինքը ռետորիկա է, դա խոսում է անդադ այտենց բայց այդ խոսալը տեսեք ստիպեց որ իրանական կողմը գա բանակցությունների եթե տենց չասեր իբրև թե չվախեցներ նրանք չէին գա սեղանի մոտ հիմա տեսանք որ կան հետո էլ շատ կարճ էր այդ ամբողջը եւ իսկույն հասկացան որ չազդեց այսինքն նրանք իսկապես այդ մարտիկ չի որ Իրանը շատ էլ այդ IRCG-ին շատ էլ ինքը ռազմական հանցագործությունների մեծ մասնագետ է կամ շատ էլ հետևող է օրենքների, հա, կամ թե չէ ինքը գենոցիդ անող չի կամ չգիտեմ ինչ չի։ Այդ չի, եթե իրանք իսկապես այդ արգումենտը կա, եթե իսկապես հավատան որ չէ, սա նորմալը կարող է գա մեզ sense չգիտեմ ինչ անի, իհարկե տեղի են տալու։ Իրանք կրոնքներ կփոխեն, եթե տենց լինի, շատ վերջին հաշվով, մի անգամ փոխել են։ Բայց իրանք տեսնում են, որ չէ, քաղաքակիրթ աշխարհը ինչ-որ լիմիտներ ունի եւ չի ընդունում տենց բաներ։ Ինչ էլ հիմա էլ նորից վերադառնամ, կոնգրեսում խոսում էր, որ դա կապ չունի։ Թրամփի խոսալը Իրանին բերեց բանակցությունների սեղանի մոտ։ Հա, ինչքան էլ դու քեզ գժի տեղ դնես եւ ասես, որ ինձ մի խանգարի, ես գործ ունեմ հանցագործ աննորմալ ռեժիմի հետ, terrorist ռեժիմի հետ, իրանց հետ սենց խոսաս։ Աշխարհը չի ընդունում, երբ որ դու ես տենց խոսում։ Դա դառնում է խնդիր։
Մի խոսքով, այս ասելուց հետո այս վիճակն է եւ դա երկարացնում է այս process-ը, փոխանակ շուտ կարճացնել, բայց իրականում տենց է։ Ինչ է լինելուն արդեն կերև է, բայց միջև ես եմ տեսնում, որ միջև այդ IRCG-ի ղեկավարությանը մի հատ չմաքրես, այն moderate, այն Իրանի ղեկավարության մեջ այն ուժերը, որ ուզենային հիմա այս խաղաղություն հաստատվի, դրանք չեն կարողանալու ինչ-որ բան անեն, որտեղ անընդհատ բան։ Եվ այստեղ գալիս է, որ ես համաձայն չէի դրա հետ այդ սպանությունները ղեկավարության, որ արվում էր, ես չեմ կարծում դա ճիշտ ձև էր, բայց հիմա փաստորեն դուրս է գալիս, որ ճար չկա, նորից պիտի մարդ սպանես այնտեղ, արդեն նորից լիդերներին պիտի սպանեն, հիմա որ ես ասում եմ ճար չկա, ես խոսում եմ էլի բանի տեսակետից եմ ասում, Իսրայելի տեսակետից եմ ասում, նրա արգումենտ են ալնելու, որ դե տենում եք, մենք նրանց ոչնչացնում ենք, դուք մեզ ասում եք, չէ, պետք է նստել բանակցությունների խոսալու, տեսակ, բանակցություններ եղավ, ինչ կապ ունի դու ինչ ես խոսում, որոշում, նա հետ է գնալու եւ IRCG ինչ որ մի հատ գեներալ իրան ասելու է, որ չէ, ոչ մի դեպքում, որովհետեւ դե ինքը չի ուզում ոչ գեներալ լինի, այդպես չկա, չէ, թոշակի գնացած դիկտատոր, այդ կենթանին դեռևս բնությունը չի սարքել։ Դե ոնց անես ուրեմն։ Դե որ տենց դեպքում պիտի ռեժիմը իսկապես փոխվի, քանդվի։ Հիմա ներքին ուժերն են անելու, թե դրսից են անելու, այդ արդեն երկրորդ հարցն է, բայց առաջի հարցը իրանք ապացուցում են Նաթանյահուի այն թեզը, որ սրանց հետ բանակցել չի լինում, որտեղ մարդ չկա, որ բանակցես, ասում հա, բայց դու սպանեցիր այդ մարդկանց, որ բանակցում էին, ասում են, որ 20 տարի բանակցում էիք, ոչինչ չէր լինում, ինչ տարբերություն։ Այո, սպանեցի, հələ պիտի սպանենք էլ, դեռ որպեսզի միտեղ հասնենք։ Խոսքով այս հիմար վիճակն է, այսպես որ ոչ մի դեպքում չի փոխվում։ Դրա եմ ասում, ամեն ժամ մի բան փոխվում է, մի ժամ ինչն է փոխվում։ Ամեն ժամ մի բան մեկը համաձայնության է գալիս, հետո մյուսը գալիս է ասում է չեղավ էդի։ Մեկը թողում է այս նավը անցնի, մյուսը գալիս է նավի վրա կրակում։ Եվ նորից նավերը կանգնել են, այսինքն ընդ մի քանի հատ նավ դուրս եկավ, էլի նորից մոտ 5 հատ կարծեմ պլստացին ես խոսում եմ մի քանի օրվա մասին։ Գիտեք մի հատ էլ բան դուրս եկավ այնտեղ cruise ship, որ զբոսա նավ ասենք, հա, որը սուս-փուս վերկացավ առանց բանի, ոչ ոք չկրակեց վրան, ինքը ու անցավ, որ մնացել էր այնտեղ փաստորեն չէր կարողանում այդ պորտից դուրս գալ, այդ UAE-ում էր, անցավ արդեն մի քանի օր առաջ, եւ երևի այնտեղ Իրանում նենց չէր, որ չէին իմանում այդ ինչա չնկատեցին, բայց որոշեցին, որ եթե այս արդեն նավթի տանկերի մասին չենք խոսում, կամ ինչ-որ բանի հանածոների եւ այլն, եթե դուք սես խփել, ասենք, թե զբոսանավ, որի վրա 5000 մարդ կաչ կինեն, ինչի, դա արդեն վերջը տեկել է, արդեն այնտեղ իրանք էլ երևի ինչ-որ չափի զգացում ունեն, էլի։ Ամենանևս դա լավ ինչ-որ բան էր ցույց տալիս, բայց դա խնդիրը չի լուծում այսօրվա դրությամբ։ Միջև որ Իրանի ներսում իրանք այդ խնդիրը չկարողանան լուծեն, թե ում խոսքն է անցնելու, մի քիչ դժվար անելու եւ այդ ինչ-որ մի հատ IRCG-ի մեկը, որ ռադիոյով այդ խոսում էր, ասաց ամեն ապուշի ասածը մի լսեք դուք, դա այդ շատ պարզ ձևով ակնարկում էր իրենց արտաքին գործերի նախարարին, որ նա ասել էր նեղուցը բաց, այդ վիճակի մեջ ընկան իրանք։ Բրիտանիայում ուրեմն հիմա մի հատ սկանդալ է գնում, որը վարչապետին շատ է նեղացրել, ինչն էր պրոբլեմը, սկսվեց նրանից, որ պարզվեց իրանց այդ լորդը, որին ինքը նշանակեց բան, Ամերիկայում դեսպան, Վաշինգտոնին դեսպան նշանակեց,
մարդը եկավ, բանի Թրամփի հետ նկարվել էր White House-ում եւ այլն։ Պարզվեց դա ուրեմն Ջեֆրի Էփստինի հետ էլ շատ հանդիպել, իրականում վրա եղել եւ նամակագրել են իրար եւ այլն ու հայտարարություն։ Ով որ Ջեֆրի Էփստինի հետ գործ ունեցել, ինքը ոնց ասում են թունավորված է։ Դե իրան միանգամից իհարկե գործից հանեց վարչապետը, բայց դա չփոխվեց հիմա։ Հակա դիրքոսը ասում է, որ դու պետք է հրաժարական տաս այդ հայտարարության համար։ Ոնց կարող է այդպես մարդու նշանակել դեսպան ամենակարևոր երկրում, հա, իդեպ պետք է այդպես ճիշտ է, կարևորը դա ինքնա բան չեմ անում ստեղ, կարևորություն անում, բայց համարվում է ընդհանրապես դիպլոմատիկական բաներում, գոնե Բրիտանիայում տենց է, որ ամենաբարձր պոստը դա Վաշինգտոնում դեսպան լինելն է։ Դրանից հետո պետք է արդեն դառնաս երևի արդեն ավելի բարձր կլինի, եթե լինես, ասենք, արտգործնախարար եւ այլն, տենց մի բան։ Բայց եթե նորմալ դիպլոմատների մասից խոսում, այդտենց է։ Ոչ քաղաքական նշանակումների մասին չեմ խոսում։ Համենայն դեպս, իհև դա մեծ սկանդալ դարձավ։ Հիմա սկզբում ասացին, որ դե չէ, բան չէր, դեռ մեծ բան չէ, հետո պարզ չէ, աննայն է, այդ 3 միլիոն բաները Էփստինի ֆայլերն են, որ բացեցին, այնտեղ արդեն շատ բան եղավ, իր կապը Էփստինի հետ այլևս թաքցնել չէր կարելի ու խոսքով դա սկանդալ դարձավ։ Հիմա ուրեմն վարչապետը Բրիտանիայով ինչ ասում, որ ինչ երազում չմտածեք, ես չեմ բան անելու, հրաժարվելու։ Իրանք ասում են, ո՞նց ես հրաժարվել, դու ընդունակ չես մի հատ մարդ կարգին նշանակես տենց պոստի վրա։ Այդքան մարդու մեջ գնացիր այդ պեդոֆիլի ինգերոջը բերեցիր, բերեցիր, այն էլ պարզ չի թե ինքը ինչ էր անում այդ կղզի վրա, հա, ասենք թե։ Եվ չէ պետք է դու հրաժարվես։ Նա ասում է, չէ, ինձ չէին ասել, այնով որ դիստուգեր նրա անցյալը նախքան նշանակումը, հա, vetting են ասում, դա background check, vetting են արել են, ինքը չի անցել այդ քննությունը, ասենք թե, բայց ինչ չեն ասել դրա մասին, որ ինքը չի անցել։ Իմ ոչ մի մինիստրից չի զգուշացրել, ոչ մեկ չի ասել եւ դրա համար ես ինչ իմանամ նշանակեցի, այսինքն ինքը մեղքը գցեց այդ իր ասենք թե թիմի վրա եւ այդ մարդը, որը պատասխանատու էր այդ վետինգի, դրան գործից հանել արդեն, բայց ամենանդեպս իր փորձանքները չեն վերջանում։ Հիմա սա ինչի եմ ասում երկու պատճառով։ Նախ որ մի հատ պատկերացրեք, թե ստանդարտները ինչքան տարբեր են շատ երկրներից, ներառյալ հիմա արդեն Ամերիկայում, հա, որ առաջ տենց բան չէր կարող լինել, վետինգը շատ ուժեղ բան ասել, դու ոչ թե այստեղ փողոցի շուն բռնող չես կարող լինես վետինգ չանցնես, բայց իհարկե Թրամփը շատ բան փոխեց, չէ՞, ամեն տեսակ բաներ բերեց, եթե այդ ամեն ինչ ես մեղադրում եմ Ամերիկայում Քլինթոններին, որտեղ առաջի անգամ ստանդարտների իջեցումը բան արեց, Բիլ Քլինթոնը արեց, երբ որ մարդկանց բերեց սպիտակ տուն քաղաքական նշանակումներով, որոնք ասենք թե կոկեին էին գործածել երիտասարդ ժամանակ կամ ընդամենը մի տարի առաջ, այդ ստանդարտը ինքը փոխած, առաջ դու կյանքում չի էր մտնի պետական գործի, իսկ կամ մարիխուանա էր ծխել եւ այլն, մի տեղ այնտեղ հասավ, որ ասում վերջի տարվա մեջ ծխել ես, ոնց որ այդ ձևի էլի նայել ասում չէ, վերջի տարվա մեջ չեմ հավոքել լավ։ Հասկանում եք, այդքան փոխվեց այդ բոլոր պատմությունը եւ դե եթե դու այդտեղից այդտեղ կարող ես հասցնես, դե միշտ էլ բերում է ուրիշ իր փեսունա նշանակում, ասում ոչինչ որ ինքը իմ փեսանա, ինքը դու կարող կլինի նաեւ իմ ներկայացուցիչը եւ այլ։ Չնայած հիմա փեսայի անուն տվեցինք, Քուշների մասն եմ խոսում, իր վրա գործ կա, որ դու հա ճիշտ է չվճարվող եւ մեկն ես եւ պետական ֆորմալ պաշտոն չունես, բայց դու պետության համար անունից բանակցություններ ես անում տարբեր երկրներում եւ հետեւաբար ներկայացուցիչ ես, բայց հետո նկատել ենք, որ այդ գնում ես բանակցում ես
երկրի կողմից ու կողքից էլ քո գործերն ես դզում այնտեղ խոսում քո անձնական բիզնեսի հետ կապված հարցերի մասին եւ այլն մի բան որ ինքը իբրև խոստացել է որ պիտի անի այս էլ ասում եմ ընդհանրապես թե ինչքան վատ է հիմա համատած առաջվա հետ հա հիմա դե բայց Եվրոպայում այդպես չի դեռ դե այդպես Բրիտանիայում այդպես բաներ չեն անցնում երբեք եւ այնտեղ դեռևս քո որոշումը որ դու սխալ մարդ ես նշանակել թեկուզ շատ կարճ ժամանակով դա այնքան կարևոր է որ քեզ պահանջում են որ դու հրաժարական տաս էլի պարլամենտական համակարգ է հիմա դու պատկերացրեք համատության համար հանգարց մի հատ Փաշինյանը մեկի նշանակի որ պարզվի ասենք թե հանցագործների հետ ընկերա կամ ասենք թե կաշառակերա եւ Իրանից պարլամենտը ասեն ազգային ժողով պահանջեր որ ինքը հրաժարական տա այդտենց ֆանտաստիկա չէ կլիներ տենց եթե լիներ տենց մի բան ստանդարտների մասն ենք խոսում էլի իրական պարլամենտների մասն ենք խոսում թե որտեղ ովքեր կարան տենց դիրք բռնեն հիմա էլի եմ ասում սա Բրիտանիան այսօրվա դրությամբ կարևոր էլի երկիր է եւ բայց Ստորմերի պոզիցիոնը հավաքին թույլ է այս Եվրոպային իրանց վարշապետի հենց այս պատճառով ես դրա համար պատմեցի որովհետեւ սա շատ երբ որ sense բաներ լինում անդադ մեկը վերականում պարլամենտում իսկ դու գիտեք այնտեղ ոնց է պարլամենտում ինքը վերականում ամեն շաբաթ պիտի զեկուցում տա թե այս ինչ հարցում ինչ են արել ինչ հարցում ինչ են արել եւ իրեն տեղի վրա դիմացի կողմից եւ այնտեղ տենց է եթե մուտքից ներս ես նայում իրականում պարլամենտի նախագահի աջ կողմում իր այսինքն ներս նայելուց ձախ կողմում նստած է իշխող կուսակցությունը եւ վարչապետը տեղից է վերկանում խոսում իսկ ձախ կողմում նորից նայելուց աջ կողմում եթե մուտքից ես նայում նստած է opposition-ը թորիներն ու բաներն են չէ՞ դեռ Labour Party-ն շատ բան պետք չի հարցեր տալու համար եւ ամեն առիթ գործածում են որպեսզի ներկայացնեն եւ այլ պատկավերկանա եւ տեղի վրա համապատրաստի շատ դետալավորված պատասխաններ տան չի կարող ընդհանուր բաներ ասի եթե համատենք դա ասենք մեր Թրամփին թե նա կկարողանար արդյոք 5 վայրկյան դիմանալ տենց այդ տեսակ հարց ու պատասխանի հա ասենք իհարկե չէր դիմանա այդ իմաստով բրիտանական համակարգը շատ պատրաստված քաղաքական գործիչներ է պահանջում որտեղ համակարգը պարզապես ուրիշ ձևի չի աշխատում իրանց մոտ այսինքն դու պիտի վերկանաս եւ կարողանաս ամենասուր հարցերին ամենասուր ձևով դրված հարցերին պատասխանես շատ հավասարակշռված ձևով եւ ճիշտ Թրամփը մի բան կարա ասի օրինակի համար ասացի կեսի չեսը չէ կարող 90%-ը սուտ լինի կապ չունի ինքը ասում անցնում է այնտեղ տես բաներ չի անցնում գոնե Բրիտանիայում տես ասենք հա եւ բայց ինչն է անցնում թվում է թե մի բան չի մեկին էլ դե սխալվել է նշանակել է իմ այլ գործ անել ինչ եք ուզում անցեք առաջ չէ տես չի այդպես չի դու ոնց ես կարողացել այդպես մարդու նշանակես երբ որ դու խելքդ որտեղ էր ուղղդ որտեղ էր որ դու Էփստինի ընկերոջը ոնց որ ասենք հա ընկեր չէ իհարկե Էփստինը ինչքան մարդեր գտնում էս էլ լորդ ա եղել իդեպ ասենք հա այս մարդը եւ իրա ինքը լորդերի պալատում էր նստում լորդերի պալատից իրան վռնդել են այսինքն դու այլևս այդ մարդը ոչ թե դեսպան չի իրան լորդերի պալատից են քշել դու կապ չունի որ դու իհարկե իր բանը լորդությունը ձեռիդ չես կարող վերցնես տենց ինքը կմնա իր ասենք ազնվական այդ բանը բայց դու չես կարող նստես այդ մյուս
peer-երի հետ, peer-ին ինչ են ասում, ռուսները peer են ասում, բարբար անգլերեն բառն է peer, որ շոմը ընկերասնվական այդ իմաստը ունի։ Պետք է բարոն լինես եւ ավելի որպեսզի նստես լորդերի պալատում եւ ենել ոչ թե բարոնությունը ստացած լինես ոչ թե մի գործ անելու համար, այսինքն պետք է ժառանգական բարոնություն լինի կամ կոմսություն լինի, որպեսզի դու կարողանաս այնտեղ նստես։ Այլ շատեր մի քանի տարի առաջ հակին կռիվ արեցին, ասեցին եկեք որոշենք, որ թե իսկականից չենք կարա այդ մարմինը լորդերի պալատը անդադ մեծանա, դե ասենք թե տենց բան ա լինում, թվում է թե պիտի փոքրանա, չէ, որովհետև դե ով է հիմա դառնում կոմս նորից շատ քչերը նրանք որոնք դառնում են սովորաբար թակուհիներ առաջ հիմա թակավորը իրանց այդ կոչումը տալիս է ինչ որ երկին ծառայելու համար, ինչ որ մի բան անելու համար կամ ասպետի կոչում են տալիս, այնտեղ մի քանի տարբեր ասպետական տենց բաներ կան, կոչումներ կան կամ եթե շատ մեծ բաներ ես արել կարող է քեզ բարոն սարքի կամ դեյմ են ասում կանանց համար, lady Baroness, օրինակ բանը վարչապետը նախկին տիկինը ինչ էր անում anyway այդ բանը կա իրանց մոտ հիմա այս մարդուն նույնիսկ այդտեղից վրընդել են եւ կարելի է ընդհանրել դե լավ էլի որ եղավ դրանից էլ կոմի չեք ուզում բայց չէ ասում են դու ինքդ պետք է հրաժարվես, հիմա ինքը ասում է չեմ հրաժարվելու, սենց կգնա, միջև որ մի քիչ ուրիշ սխալներ կուտակվի, միջև որ իր կուսակցության մեջ ասեմ, որ արդեն բոլակ, մենք քո համար չենք կռվելու այլևս, արի ուրիշի նշանակ, իսկ կուսակցության մեջ իհարկե շատերը կան, որ կուզենան իրանք վարչապետ դառնան, այդ էլ մեծ բան կա այնտեղ, մրցակցություն կա այնտեղ բայց էլի նորից վերադառնամ այն գաղափարին, որպեսզի դու հասնես այդտեղ, դու պետք է շատ պատրաստված լինես։ Այսինքն այդտեղ բան չի, դու չես կարող Բրիտանիայում զարմանալի է, չէ, տեսեք, օրինակ մի հատ Տրամպի նման մեկը ընտրվի վարչապետ, աննարին գործ է, որտեղ ուղիղ ընտրություն չի, դու պետք է նա կուսակցությունը ընտրես, իսկ կուսակցության մեջ շատ փորձառու մարդիկ շատ կան, էլի, որ ավելի պատրաստ են նստելու այդ գործը կատարելու, որտեղ էլի եմ ասում, իրանց մոտ դուրս գաս ինչ-որ սուտ խոսաս պարլամենտում, ինչ-որ բաներ ասես, այդպես մասխարայությունը շատ դժվար է, չի անցնի ընդհանրապես։ Եղել են թույլ, ասենք, պրեմիեր մինիստրներ բանում Բրիտանիայում, բայց դա կամ լավ, կամ վատ, կամ սխալ քաղաքականություն վարողներ տենց եղել է, բայց իրանք ոնց ասեմ անգրագետ չեն եղել, սենց ասենք, լավ, այն ինչ որ կարելի է հանգիստ ասել, ասենք, Թրամպի համար, դա կարելի է ասել, իմ նպատակս այսօր Թրամպին խփելը ծեծելը չի, բայց ամերիկյան ժողովրդի մի մասսան իրանք դրանց ոնց ասում են care որ դու ինչ խելք ունես, կրթություն ունես թե չէ, եթե դու իրանց բանին ասում ես, որ ոնց որ ասում են, դու իջնում ես իրանց մակարդակին, դա լավ է համարվում։ Բրիտանիայում կլասի սիստեմը այնքան ուժեղ է դրած, որ իրանք շատ լավ գիտեն, որ կլասից ով պետք է գնա որտեղ ինչ անի եւ այն չի որ Մարգարետ Թաթչերը այդ է անունը չի կարող միշի շատ բարձր կլասի մեջ էր ծնվել չէ իր հայրը կաթեր բաժանում տներով եւ այլ չգիտեմ ինչ էր անում դες բարձ աշխատանք ա ունեցել բայց ինքը ցույց է տվել իր փորձառությամբ, կրթությամբ, որ ինքը պատրաստ է այդ գործի, այսինքն ինքը կամաց եւ նույնիսկ պետքա ճիշտ անգլերեն խոսես, այսինքն լեզուդ պետքա հղկես շատ, չես կարող վատ անգլերեն խոսալով դառնաս ինչ որ մեծ քաղաքական գործիչ, իրանք վատ խոսացողները քեզ չեն ընդունում,
Իրանք չեն ուզում, որ դու իրանց նման լինես, իրանք ուզում են, որ դրանից լավը լինես։ Ի տարբերություն, որ ասենք որոշ երկրներում ընտրողը ուզում է, որ իր նման մեկը այնտեղ նստած լինի։ Չէ, այտենց չեն ուզում։ Ես երբեք չեմ ուզենա տենց լինի, ասենք թե, հա, դու պետք է եթե ավելի լավը չնես, ավելի խելացի, ավելի կրթված, ավելի գիտակ, ավելի ոնց ասեմ, փորձառու, էլ ինչ ես գնում այնտեղ նստում։ Գաղափարը ինչ է։ Եվ ցավոք սրտի բոլորը չեն այդպես նայում իհարկե այս խնդրին, ես կոնսենս ասենք ես թվում է, որ այս հարցը տենց է։ Հիմա արդյոք դա փոխվում է ինչ որ չափով, այո փոխվում է։ Այն հանգամանքը, որ Բրիտանիայի բոլոր քաղաքներում բաներ քաղաքապետները մուսուլման են, ասենք պակիստանցի են կամ չգիտեմ ինչ են, դա ինչ ասում, ինքը ամենալավ միշտ իհարկե էթնիկ եւ կրոնական ուրեմն բանը դեր է խաղացել դրա մեջ ինչ որտեղ, չէ, ասենք թե դեռևս հələ դեռ վարչապետի լեվելի չի հասել, բայց կարող հասնի շուտով։ Հիմա դա իրանց պրոբլեմն է, այս բրիտանական խնդիրները չեն բանանում, բայց պարզապես ասում եմ, թե ինչ բան է։ Ի տարբերություն, ասենք թե, որ նո Ամերիկայում, հիմա Նյու Յորքում եղավ է, վստահ եմ բոլոր բաները, մուսուլմանները քվեարկեցին այս բանի Նյու Յորքի քաղաքապետին, որը ամեն մեղքիս վրա համել թունդ սոցիալիստ էր։ Լուրջ կոմունիզմի հասնող բան է, էլի։ Վերցեցին ինչքան լիբերալ Զախակոմյան կար, իրան քվեարկեցին եւ ինքը ընտրվեց։ Հիմա տեսեք, ընտրվեց թե չէ, միանգամից ինքը հանգարց հիշեց, որ ինքը մուսուլման է։ Երբեք չէր ինքը ասում չէր, բայց դե որ մեկը խոսում է անդադ բանից սոցիալիզմից բանից, բոլորի մոտ ենթադրվում է, որ ինքը շատ կրոնական չի, չէ, երևի։ Գոնե ասենք սենց ասենք, հա, ովքեր մեծացել են, ասենք կամ ապրել են այդ եվրոպական կամ սովետական բանի մեջ, շրջապատի մեջ, եթե մեկ ասի ինքը սոցիալիստ է կամ կոմունիստ է, չեք մտածի, չէ, ինքը շատ կրոնական է։ Նյու Յորքում մարդը ինչ արեց, հենց ընտրվեց, անդադ սոցիալիզմ խոսող էր, որ պետք է ձերի բան տանք, այս տանք են, բժշկություն տանք, ավտոբուսները ձերի պետք է լինեն, չգիտեմ ինչը պետք է, ինչ ամեն խոսքով։ Այս բոլորից հետո մեկ էլ հանգարց սկսեց եկավ միկրոֆոնի մոտ, իր առաջի ուրեմն լրախոսի բանի ժամանակ, պրես կոնֆերանսի ժամանակ, ու սկսեց բանով, իրենց արաբական այդ բանով խոսալ, Մուհամեդը, չգիտեմ, բլեստ է եւ այլ այս կոմեկով։ Հետո Times Square-ում մեկ էլ prayer բան արեց, աղոթքի կազմակերպել է, բոլորը ընկել են դեպի արևելք ծունգի վրա ու աղոթք են անում մեռնել այնտեղ իրանց հետ միասին։ Այսինքն ինքը հանգարց հայտնաբերեց իր իսլամական արմատները եւ դե Նյու Յորքում շատ կա մուսուլման եւ հասկացավ, որ ինքը պետք է իրանց պահի։ Դրանց համար կարևոր չի դու ինչ ձրի ուզում ես բան բաժանես մեր մուսուլման մարդկանց ու իրանց բազմակին ընտանիքներին, խնդրեմ, արի բաժանի ձրի, ես համաձայն ենք մենք, որ այդ լինի։ Իրանք դրանից շատ միայն կօգտվեն, կուրախանան։ Արդեն նրանք բոլորը մեծ մասը նպաստի վրա են նստած։ Բայց իրանց համար կարևոր է, որ դու լավ մուսուլման լինես։ Եվ ինքը այդ կողմը ապահովեց միանգամից, որովհետև պարզել, որ իր սոցիալիզմ քարոզելով ինքը շատ երկար չի կարողանալու պահի իր դիրքերը այնտեղ, որովհետև իսկույն բյուջետի հարց առաջանում։ Այդ լավ է, ուզում ես ձերի բաներ անես, բայց որտեղից, որտեղից է գալիս։ Եվ ինչ, նորից պետք է տաքսերը բարձրացնենք, այսինքն թուրքերը բարձրացնենք, Նյու Յորքը պատեներժան տեղ չի։ Այդ իմաստով չէ նաև, այսինքն շատ
ընտրվելուց շատ հեշտ է խոստումները տալ եւ ամեն ինչ ծրի բոլորին բաժանել եւ նրանք քեզ կընտրեն այդ բանը կա բայց պահելը դժվար է եւ ինքը այդ դրաման եմ կարծում որ շատ արագ իր բանը մուսուլմանական արմատներին գնաց այդ բանը պահելու համար որովհետեւ իրան պետքա որ երկու բան ունենա ոտքի վրա կանգնած լինի այնտեղ ինքը չի կարող մենակ մեկի վրա հույսը դնի որ իր սոցիալիզմից խոսա մենակ anyway էտել Նյու Յորքից տեսնենք ուր է գնում այսօրվա բաները ամեն վարքյան փոխվում են էլի ես արդեն վախում եմ նայեմ նորությունները որովհետև հիմա ինչ որ ասեցի մինչև կարող է մինչև երեկո փոխվի բայց մեր գործի անունը դա է մինչև հաջորդը Վարդան Վարդանյան VV Talks like it դրեք խնդրեմ bye bye